Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Գործարարալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք Կիսալուսի մայրամուտը հաղորդումը։ Հիշեցնեմ, որ այն Տիրան Լոկմագյուզյանի հեղինակային հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ ինքը հեղինակն է Տիրան Լոկմագյուզյանը, իսկ երկրորդ խոսափողի մոտ աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյուզյան։ Բարև ձեզ։ Այսօրվա թեման մեր նախքան հաղորդումը ունեցած զրույցի ընթացքում նշեցիք, որ պատրիարքարենի հրապարակած թվերը կլինեն։ Իհարկե հետաքրքիր են այդ թվերը, բայց ինչ կա դրանց տակ, ինչ եք դուք նկատել, պարոն Լոկմագյուզյան։ Իհարկե խոսքը գնում է Ստամբուլի թուրք-հայոց պատրիարքության մասին, թե չէ մենք միադել ուրիշ պատրիարքություն ունենք, չէ, Երուսաղեմում երկու պատրիարքություններ ունենք։ Թող բոլորին մի անգամից այստեղ մի ասեմ, շեշտեմ, սրանք առաջնորդարան չեն, ինչպես որ շատերը հատկապես Հայաստանում, որ մարդիկ եկեղեցու հետ այդքան էլ առնչություն չունեն, գիտեն թե դրանք էլ առաջնորդարան են, դրանք առաջնորդարան չեն, ավելի բարձր բան ունեն, դիրք ունեն, իրենք գագաթողիկոսություն, ինչպես դա էլ երկու հատ է, Գիլիկիո եւ Էջմիածնի, բادرակություն երկու հատ է Երուսաղեմում եւ Ստամբուլում եւ նրանցածը առաջնորդություններ են, որոնք նշանակվում են, ասենք, կաթողիկոսի կողմից, այդ առաջնորդները, իսկ այստեղ այդպես չէ, բادرակությունները անկախ են, բայց իրենց գախյալ են նկատում կրոնական առումով կաթողիկոսությունից, թե չէ, օրինակ հենց Թուրքիայում է, չէ, Ստամբուլի բادرակությունը, ըստ թուրքական օրենքների ընդհանրապես ոչ մի կախում չունեն, ընդհանրապես ոչ մի, ասենք, միություն չասեմ, բայց ինչ որ կապ չունեն այդպես, եւ թուրքերը դա շատ են ուզում, որ այդպես լինի, մենք մի քանի անգամ եղել է, որ հատկապես հանրապետության շրջանում, որ ասեն թե բայց դուք իրանցից անկախ եք, ինչի եք դուք ձեզ ստորադասում իրենց, մեն բادرակները Փարքաստու միշտ ասել են, որ ճիշտ մենք անկախ ենք, բայց մեր ներքին, բայց կրոնական առումով նա մեզնից ավելի բարձր է, հավասարների մեջ ավելի բարձր ենք ընդունում մենք իրեն, որ կապը չխզվի, թե չէ թուրքերը շատ հետամուտ են, որ կապը խզվի։ Թուրքերը որ ասում ենք, թուրքերը շատ բաներ են անում, նստած օր ու գիշեր մտածում են, հատուկ պետական կազմակերպություններ, կազմավորումներ կան, որ դրանով զբաղված են, թե հայերի հետ կապված ինչ պետք է անել, ինչ պետք է զգուշանալ եւ այլն, մի նոր խնդիր հարուցանենք, որ իրենց համար լավ չլինի կամ վատ լինի եւ վերջի տարիներս ինչ որ դեպի լավ կարծեք թե դեմոկրատիկ փոփոխություններ եղան եւ այլն, դրանցից մեկը այն էր, որ մինչեւ այդ հայկական դպրոց սովորելու համար պետք է մորից հորից հայ լինեին, հետո թողել էին, որ լավ գոնե հոր կողմը պիտի հայ լինի, իմիջիալոց ես մի ընկեր ունեի, հայրը ասորի էր, մայրը հայ էր, դղուն հանեցին դպրոցից, որովհետեւ հայրդ հայ չի ասեցին, այդ խեղճ մարդը ասորին շատ այսինքն հայի նման էր, հայերի հետ էր ապրում եւ այլն, նստած լացում էր, թե իմ երեխուն հայկական դպրոցից հանել են, բայց այդպես էր։ Իսկ ասորական դպրոց չկա, այդ երեխան պիտի գնա արդեն թուրքական դպրոց։ Դա ինչ որ բաներ այդպիսի մանր-մունր բաներ անում են, կարծեք թե շատ աննշան բաներ են, շատ անկարևոր են, բայց անգամ կարելի առաջի հայացքին կարծեք թե ճիշտ է այդ բանը, մեկ էլ տեսնում եք, որ դրա տակը ինչ է թաքնված, ինչ միտք է թաքնված, թրքացնելու, հայությունը տկարացնելու եւ արդեն տկարացած է, օրինակ իմ մանկության ժամանակ 150,000 հայություն կար միայն Ստամբուլում եւ հետագայում 20-30,000 գավառներից եկան ավելացան, բայց այսօր մնացել են 30,000, մաքսիմում 40,000 հայություն։ Եվ դա կարելի է տեսնել իհարկե մահվան այդ բաներից, թվերից, մյուս թվերը 100%-ով չեն ձոլացնում իսկական պատկերը, սակայն մահը էլի, այդ ուրիշ բան է։ Օրինակ մարդ կարող է, չնայած մեզ մոտ այսինքն 99%-ով չի լինում այդպիսի բան, մարդ կարող է եկեղեցական պսակ չանի, այնտեղից չի ծոլանա այդ իսկական տիպը վիճակը, կամ չմկրտե երեխուն, դա էլ շատ չի լինում, համարյա թե չի լինում, սակայն այնուամենայնիվ մահը մահ է, որ մարդը պիտի թաղվի։
Այստեղ վերջի դարերին ինչպես ասեցինք ազատ թողեցին վերջի մի 10 տարի 20 տարի եկարծեմ ազատ թողեցին որ լավ եթե մայրը հայ է նա էլ կարող է ընդունվի հիմա մենք ուրիշ խնդրեմ ունենք այդ շատ մեծ խնդրեմ է եւ միայն մեզ համար չէ բայց մեզ համար ավելի ազդեցիկ է ամբողջ աշխարհում խառը ամուսնությունների խնդիրը գիտեք հայության համար ամենամեծ խնդիրը խառը ամուսնությունների խնդիրն է հատկապես արտասահման ել չեմ ասում անգամ Հայաստանում կա այդ խնդիրը ու մեծ ասես չեն ամուսնանում էլ նեկար էլ հնդիկ էլ պարսիկ էլ չգիտես ինչ ոչ մի տարբերություն չի տրվում այնտեղ առաջ անգամ մեկ լինում էր որ սկսել էր այդ բանը հատկապես 90-ականների սկիզբներ եւ այն ասում են հա բան օտար է բայց քրիստոնյա է կարևորը դա է գոնե քրիստոնյանին եւ այն հիմա դա էլ չկա էլ մուսուլման է քրիստոնյա էլ անկրոն եւ այլն անաստված ամեն ինչ գնում է եւ ամեն ինչ ընդունում է գիտեք ես Ստամբուլում դժբախտաբար այդ ամեն ինչը սկսվեց Մեսրոպ պատրիարքի ժամանակաշրջանում Մեսրոպ պատրիարքը երբ որ որպես հոգեվարական եկավ Ստամբուլ այո միացած շարժում եղավ երդասարտները որոնք եկեղեցից արդեն հոգնել էին հեռացել են արդեն նորից եկան եւ այլն խմբեր ստեղծվեցին երդասարտ հոգեվորական եկավ որ սկսեց գործունյա մինչեւ այդ շնորհք պատրիարքը կար շնորհք պատրիարքը հա մաքուր մարդ էր բաներ ինքը իր թերությունները ուներ իհարկե դա ուրիշ խնդիր սակայն գլխավոր թերությունն էր որ ինքը ղեկավար չէր Իրան էին ղեկավարում ինչ որ ոչ հոգեվորականներ կամ նաեւ հոգեվորականներ իրեն մարդիկ կային որ եթե այդ մարդուն վստահում էր ամեն ինչով եթե այդ մարդը ինչ ասեր այդ բանը արվում էր բայց այնպես չէ որ ի օգուտ ազգին արվում էր այդ ամեն ինչը սակայն այս նոր թարմ երդասարտ հոգեվորականն եկավ նոր բաներ մտցրեց եւ այն աշխուժություն սակայն դժբախտաբար ինքն էլ երբ որ պատրիարք դարձավ սկսեց ոչ ճիշտ բաներ են այս ոչ ճիշտ եւ ավելի վնասակար բաներից մեկը իմիջիալոց իմ տարիքին է եւ ուղիմ տարիքին է ինքը մահացավ այդ դեպքում եւ նույն դպրոցն ենք սովորել մենք նույն եկեղեցում ենք եղել ինքը այդ ժամանակ արդեն սկսել էին խառը ամուսնությունները եւ հիմնականում միշտ էլ առաջ էլ մեկ եթե լինում էր այդ մարդը կամ գինը կամ տղամարդը գիտեր որ ինքը համայնքից պիտի դուրս գա համայնքը իրեն չէր ընդունում անգամ ընտանիքը չէր ընդունում եւ այլն Եթե 1000-ից 1 այդպես բան կատարվում էր, այդ մարդուն էլ չէինք տեսնում, էլ չկար։ Ամենքի հետ գաբերը խզում էր, ամենքն էլ գաբերն է խզում։ Սակայն արդեն որ սկսեց շատանալ այս բանը, կային մարդիկ, որ ծնողներ եւ այլն, դե լավ, կոնի երջանիկ լինի, մեր աղջիկը կամ մեր տղան եւ այլն ասեցին, սակայն եկեղեցին չի բսագի, եթե կողմերից մեկը մգրդված չէ։ Եթե մգրդված չէ, չի բսակ, այդ ընդհանրապես տենց է։ Ու դժբախտաբար պատրիարքը Մեսրոպ Սրբազանը հանեց ժողովրդի կողմից, ժողովրդական լեզվով, կես բսակ ասված օրհնություն տալը։ Նավ, եթե չես բսակում, ինչ ես օրհնություն տալիս։ Պաստորեն ինչ էր կատարվում, աղջիկը նորից հարսանեկան շորերով, դղան ասենք կոստյումով եւ այլն եկեղեցի էին մտնում, բայց մինչեւ արչեւ չէին գնում, խորանի արչեւ չէին լինում, այդ բանը բսակը չէր կատարվում, սակայն հոգեվորականը օրհնում էր իրենց միությունը։ Եթե այդ բանը որ տեսան մարդիկ, ասում են, «Էսա, եկեղեցին ընդունում է»։ Այնա բսակում է, որովհետեւ հատկապես գավառից եկածները որ մեծամասնությունն են այսօր բանում իրենք էլ շատ եկեղեցու այդ անցուդարձից հասկացող չեն մարդը միայն տեսնում է որ իր աղջիկը կամ այդ հարսը շասի շորերը հագնում է կնում է բանն էլ հոգեվորականն էլ գալիս աղոթում է իրեն խաչով եւ վсё վերջացավ ասում են նա բսակեց ասում են չի բսակված, սա բսակ չէ, ոնց թե բսակ չէ, նա եկեղեցի մտան, եթե եկեղեցի մտան, ուրեմն բսակ է, բայց դա դժբախտաբար այնպես եղավ, որ սկսեցին ընտանիքներն, դե եթե եկեղեցին ընդունում է, ուրեմն մենք էլ ենք ընդունում ասպես, եւ ամեն ինչ հեշտացավ եւ այդ խառը ամուսնությունները շատացան, եւ այդ խառը ամուսնությունների արդյունքները իրենց երեխաները
այսօր մեր դպրոցներում, այսինքն իրենք էլ քանի որ մեր դպրոցները բավականին բարձր մակարդակը, չնայած առաջ ավելի բարձր հիմա բավական ընկած է, իրենց երեխեքին ուղարկում էին, չնայած որ ասենք հայերը կամ մերը թուրքեր կամ քուրդեր կամ ինչեր, ուղարկում էին հայկական դպրոց։ Հիմա այդ երեխեքի խնդրեմը կա։ Եվ խարամուստությունները այսօր արդեն երևի 80%-ն են անցել։ Այսօր զարմանում ես թե եթե մեկը ամուսնանում է, տղեն հայ է, հա հայ է, յա, հայ է դե մաս ամուսնանում, այսինքն զարմանում են, ես էլ եմ զարմանում։ Յա, հայ է դե ամուսնանում, զարմանալի բան, որովհետև միշտ դասում ես ամբողջ ընտանիքներում արդեն խարամուստությունների արդյունքներ կան։ Եվ այդ երեխեքը այդ խարամուստությունների արդյունքները հիմի դպրոցները լիքն են այդ երեխեքով։ Եվ դրա համար են մեր բادرակական վերջին ընտրությունները, որ եղավ ինձ այստեղ ինչ որ պրոգրամի կանչել էին, ինձ հարցեցին, բա աբական ինչ եք տեսնում, ասի շատ վատ եմ տեսնում, 25 տարի հետո մենք հայ համայնք չենք ունենալու։ Ինչի չենք ունենա, հա, անունը լինելու է հայ համայնք, բայց արդեն հայ չի լինելու, որովհետև այսօր որ մենք բողոքում ենք, թե ասենք բան է այդ եկեղեցու կամ դպրոցի հոգեբարձության եւ այն ժողովները թուրքերենով է անցնում, թուրքերենով են գրանցումները, 5 բաներ նոր նայի, հրաշալի հայերենով գրված են, բայց այսօր չէ, որովհետեւ մարդիկ չեն դիրամատում հայերենի արդեն։ Մենք դրանից ենք բողոքում։ Վաղը հենց թուրքերն են լինելու այդ ղեկավարները, եկեղեցուն, դպրոցը եւ այն ղեկավարող այդ դնորեն խորհուրդները եւ այն, դրանք թուրքեր են լինելու կամ գիսա թուրքերն են լինելու, որը ինչ տարբերություն, նույն բանն է։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, կան մարդիկ էլ նաև այդ խարամուստություն, այսինքն հակառակ կողմից թուրք, բան քուրդ, այսինքն եթե արդեն շատերը կամ որ ասենք ծախագոմյան են, գռոնքի հետ շատ մոտ մարդ չեն, որ արդեն հայ են ամուսնանում, այդ ազգության կրոնքին այդ կարևորություն տվող մարդիկ չեն եւ շատ անգամ օրինակ բանը այրած սրտի մխիթարանք ենք ասում մենք դրան հայրը գոնե առաջարկում են լավ տղուս կտամ աղջկաս կտամ բայց պիտի գոնե մգրտվես քրիստոնյա դառնաս ու իրենք անել ասում են լավ ես արդեն աթեիստ եմ ասում եմ մարդը դենց դեպքեր եղել մարդը ասում են ես գրոնքի հետ կապ չունեմ, բան չունեմ, ուզում եք հա, եթե շատ եք ուզում, գնամ մգրտվեմ, բայց մի չկարծեք, թե ես դրանից հետո քրիստոնյա կդառնամ, հայ կդառնամ, ես ինչ եմ մնում եմ։ Գոնե այդ մարդը ազնիվ ասում է իհարկե, եւ այդպես էլ կա, ոչ մեկն էլ ոչ քրիստոնյա է դառնում, ոչ հայ դառնում եւ 99% կարող եմ ասենք 1% այդպես լինի։ Հիմա սրանց մկրտելու հարցը կա։ Տեսեք, առաջ էլ կային ինչ որ մի ժամանակներ հատկապես 60-ական կամ 70-ական կամ 80-ական թվականներ մի ժամանակ կար որ հենց իմիջալոց Մեսրոպ Սրբազանի ժամանակներն են խորներ ամ ինչ որ քրդեր մրտեր գալիս են ասում են իմ բաբս հայ է եղել ես հիմա զգում եմ որ ես հայությունը իմ մոտ արտնացել է եւ ուզում եմ մկրտվեմ քրիստոնյա դառնամ սուտ իհարկե որովհետեւ քրդերի մեջ ինչ որ բաներ տարածվել այն ժամանակ թե եթե քրիստոնյա լինես ավելի հեշտ են ընդունում Եվրոպայում գերմանացիք ֆրանսացիք եւ այն ավելի հեշտ են ընդունում սրանք էլ հա գալիս էին որ մկրտվեմ մի հատ թուղթ ստանան ասեն ես քրիստոնյա եմ դե դավայ ինձ ընդունեք որպես փախստական Եվրոպայում իհարկե այդպես չի քրիստոնյաներն էլ չեն ընդունում ընդհակառակը այսօր մուսուլմաններն ավելի շատ են ընդունում եւ բادرակարն այդպես բան չեր անում ասում էր մենք չենք անում գնացեք եթե շատ եք ուզում կաթոլիկների մոտ բողոքականների մոտ չգիտեմ իդալացիների մոտ այնտեղ տարբեր եկեղեցիներ կան հիանոց մնացած 19-րդ դարից մնացած գնացեք այնտեղ եթե անեն իրենք կանեն եւ ես գիտեմ որ հայ կաթողիկ եկեղեցին չի անում կամ ինչեւ այսօր չեր անում այս նախկին բادرակի ժամանակ եթե այս նոր ինքը դեռ բادرակ չի նշանակված բարիական փոխանոց այդպեսի գործակատար է բայց եթե ինքը սկսի դա ուրիշ խնդիր սակայն ինչեւ այսօր չէին անում բայց բարձվում է որ մեր եկեղեցին սկսել է այդ բանը անել իմիջիայլոց գիտեք այն ժամանակ ինչի չէին անում նաեւ նախ իրենք գիտեին որ սուտ է այդ մարդկանց բաբը հայ չեր իրենք մի անգամից քրիստոնեության նկատմամբ ինչ որ բան չէին զգում
այլ գործնական առումով է, իսկ երկրորդը խնդրեմ կունենանք պետության հետ։ Եվ եղել է ժամանակ առ ժամանակ փորձել է մեր գլխին ինչ որ բան սարքել։ Դա էլ այդ մյուս բանն է, եւ ինչպես որ աստիգան բաներ, գազམավորումներ պետական, որ օր ու գիշեր մտածում են, լավ, այս հայերի գլխին ինչ սարքեն կամ հույների գլխին ինչ սարքեն։ Եվ այդպիսի բան շատ հեշտ է, մի անգամից, ահա, դուք մուսուլմաններին, թուրքերին հայացնում եք, դուք մուսուլմաններին քրիստոնյա եք դարձնում, միսիոներություն եք անում եւ այլն ու գնաց։ Ամբողջ բարիքարանը, ամբողջ համայնքը բանի տակ հարվածի տակ կանգնի։ Ուրեմն չէին անում։ Իսկ բարձում է որ հիմա սկսել են։ Տեսեք, մեզ մոտ այսինքն հայկական եկեղեցին հիմնականում ունի մանկահասակ մկրտություն։ Այսինքն 40 օրից արդեն կարելի է մկրտել երեխուն եւ մեզ մոտ համարյա 100%-ով այդպես է։ Միայն ասենք այն ժամանակ որ գավառներից գալիս էին, որ կյանքում եկեղեցի չեն տեսել, դպրոց չեն տեսել, բան չեն տեսել, արդեն մեծահասակներ էին կամ 10-15 տարեկան երեխեք եւ այլն, դրանց մեծահասակի մկրտություն կատարվում էր։ Դա ուրիշ է։ Այսինքն հիմքում տարբեր չէ, բայց օրենքը մեծահասակին հո այդ բանի մեջ չես կարող մտցնես անել ավազանի մեջ, միայն այդ այնքան փոքր պիտի լինի, որ ավազանի մեջ կարողանաս մտցնել, եթե չէ մեծահասակի մկրտություն կլինի դա։ Դրա համար պետք է փոքր հասակին, այսինքն դեր այսինքն մինչև 1 տարեկան եւ այլն պետք է մկրտել երախուն։ Դա էլ ասած լինենք մեր ընթերցողներին, կամ դասողներին, ունգընտիրներին, բայց հիմա մեկ էլ տեսնում ենք որ Բադիրյար-Քարանի հենց Բադիրյար-Քարանի հրադարակած իր էջումը դվյալների մեջ կան մեծահասակի մկրտություն։ Որտեղից մեծահասակի մկրտություն չի եղել, այսինքն բոսայության պատմության մեջ, ինչպես ասացի այդ բացառությունները, գամքից անկախ պատճառներով այդ մարդիկ առանց մկրտություն մնացել են, մինչև այդ ասակի, մեծահասակի մկրտություն բոսում չի եղել, չկար։ Հիմա մի անգամից մեծահասակի մկրտություն։ Ինչ էր այդ մեծահասակի մկրտությունը։ Այսինքն կան մարդիկ փաստորեն, որոնք մինչև մեծահասակ դառնալը չեն մկրտվել, հիմա մի անգամից գլխի են ընկել ուզում են մկրտեն, ոչ իհարկե։ Այս մեծահասակի մկրտությունները հենց թուրքի մկրտություններ են, ոչ հայերի մկրտությունները։ Եվ հիմա ես մի քանի հատ այ հենց գայք էջից դվյալներ վերցրեցի, այնտեղ դրված է 22, 23, 24 թվականների ամուսնություն, մկրտություն եւ ուղարկավորության այս թվերը։ Շատ հետաքրքիր է։ Ուղարկավորությունից սկսենք։ Հերթով ասում եմ 22, 23, 24, 593, 565, 546։ Այսինքն համարյա թե անփոփոխ է, այստեղ բան չկա։ Այսինքն մի 22 տարվա մեջ 50 հոգի բակաս է մահացել, այն էլ կարելի է ասել կամ փոփոխական է տարիների հետ, կամ էլ էլի ինչ որ բան բակասել է, համայնքը կարելի ասել, բայց 50 ավել 50 բակասը դա բան չէ, ազդեցիկ չէ։ Ամուսնությունները հետաքրքիր են 132 մի տարվա մեջ 101 85 տեսեք 102 տարվա մեջ 132-ից 85 դա արդեն ահագնացող թիվ է մկրտության թվերը 198 178 129 մկրտություններն են բակասում ես հիշում եմ որ ես երախա էի այսինքն 10 տարեկանից ավել եւ մենք ասենք հարսանիքներում քանի որ ես եկեղեցում դպիր էի հարսանիքների եւ մկրտության ժամանակ բոմ էինք պահում եւ օրը քանի հատ ասենք 12-ին եւ այլն 12-ին պատարակը ավարտում էր առաջին մկրտությունը կամ հարսանիքը 1-ին էր երկրորդը 3-ին հետո 4-ին հետո 5-ին Չներողտուն 6-ին եւ այլն, այսինքն օրը եղել որ մինչեւ ժամը 7-ը մկրտություն հարսանիք եղել։ Մի եկեղեցում դա։ Մի եկեղեցում, մենք 30-ից ավել եկեղեցի ունենք Ստամբուլում։ Եվ հիմա տեսեք ամբողջ տարվա մեջ
ամուսնությունը 85 հատ ամուսնություն, մկրտությունը 129 հատ։ Սա շատ մեծ տարբերություն է իհարկե։ Այստեղ կա նաև թիվ նաև չափահասների մկրտության մասին 22-ին 73, 23-ին 59, 24-ին 54։ Այստեղ շատ մեծ տարբերություն չկա, չնայած 22-ը մի քիչ ավելի բարձր է։ Չափահասների մկրտություն։ Իմիջիալոց վերջին 3 տարում ամուսնությունների թիվը պակասել են 55%-ով։ Դա արդեն լուրջ թիվ է։ Կեսից ավել պակասել է, ինչպես ասենք, բանից 132-ից 85-ի ասել։ 55%-ով պակասել է։ Ինչը կատարվում, չեն ամուսնանում այս մարդիկ։ Ուրեմն կան խառը ամուսնություններ, որոնք չեն մտնում եկեղեցի անգամ այդ օրհնությունը ստանալու։ Կամ գուցե բանով իսլամական ձևով են ամուսնանում այդ մարդիկ։ Այո։ Ասենք աղջիկ թե տղա։ Կան իմ ծանոթներ էլ կան։ Ասենք իմ տարիքի ընկեր ունի, գնաց իսլամ աղջիկ այդ ամուսնացավ։ Ու համայնքից, բանից հեռացած է, մեկ մի անգամ տեսել եմ իրեն, բայց շատ լավ տղա էր, ափսոս, սենց գործնան, հիմա այդպիսի խնդիր կա, լավ, հիմա պետությունը ձեն չի անում, փաստորեն պետությունը ձեն չի անում, ինչի ձեն չի անում, որովհետև սրանք խառը ամուսնություններ են, իրան ձեռը տալիս, թեկուզ այդ մարդը կնքվի նաև հայկական եկեղեցում, իրան ձեռը տալիս, ավելի լավ, իր երեխան որպես հայ է ընդունվելու հայկական համայնքում եւ կատարվելու է այն ինչ քիչ առաջ ասեցի, այսինքն այն գես թուրք երեխան է վաղը ղեկավարելու բանը հայ համայնքը այդ ամեն ինչի մեջը ժարանքը իրանք են լինելու ամեն ինչի ժարանքը իրանք են լինելու եւ այստեղ շատ մեծ գործ կա աբակայում իրենք ինչպես միշտ ասում եմ թուրքերը միշտ վաղվա մասին եմ մտածում վաղը որ ասում եմ մինիմում 100 տարվա մասին է խոսքս Մենք միշտ այդպես եմ մտածում, այո, սա հայ համայնքը վերջնականապես վերացնելու եւ ամեն ինչին դիրանալու շատ մաքուր գործ է։ Առանց, ասենք, բռնագրավել, առանց մաման, որը նաեւ ունեցել են այդպիսի դեպքեր ունեցել են, մեծ դեպքեր ունեցել ինչա՞, եւ վաղը արդեն այդ թուրքի ժառանգներն են դիրանալու ու այդ թուրքի ժառանգները, ասենք, մի սերունդ էլ հետո նորից թուրքի հետ պիտի ամուսնանան, լրիվ թուրկանան, միայն մի տատիկն է կամ պապիկը թուրք է լինելու, ինչպես որ այսօր կան բանում քրդերի մեջ այդպիսի շատ, իմ տատիկն էլ է հայ ասում են, եւ անցնում առաջ ու ասում են ուզում են մեզ համոզեն որ իրենք էլ կես հայ են հայերի հետ մոդ են եւ այլն բայց չի իհարկե ինձ գաղափարախոսությունը քրդական է վաղ այդպես է լինելու այս սրանք դիրանալու են այդ ամեն ինչի ինչ որ մենք հարյուրներով տարիների մեջ ստեղծել ենք կարող է որոշեն որ այս եկեղեցին արդեն մեզ պետք է ծախենք պետության տանք այս դպրոցը փակենք ծախենք եւ այլն արդեն որ թուրքերենով են անում իրենց արարողությունները շատ դասեր այո արդեն թուրքերենով է մեր ժամանակ միայն թուրքերեն լեզվի դասը մեկ է պատմության գազեմ դասը թուրքերենով էր մնացած ամեն ինչ հայերենով էր հիմա թվաբանությունն էլ է թուրքերենով ամեն ինչը բոլոր դասերը թուրքերեն միայն մնացել է հայերեն դասը որ ընդհանրապես բան է գոմնորոշիչ չէ որովհետեւ մյուս դասերից կարող ես վերակնության մնալ կամ դասարանը կրկնել եւ այն հայերենից չէ Այսինքն ճիշտ եմ հասկանում որ հայկական դպրոցի եւ թուրքական դպրոցի տարբերությունը միայն այն է որ հայկական դպրոցում ասում են հայերեն դասաժամ Այո այսօր մնացել է միայն դա մեկը տարբերությունն է որ դա վերջիվերջո հայկական դպրոց է ամբողջ աշակերտությունը հայ են դասախոսներն էլ հայ են իհարկե կան նաև թուրք դասախոսներ պետության կողմից տրված սակայն բոլորը հայ են եւ հայ համայնքի կողմից են ֆինանսավորվում եւ այլն դրանք մասնավոր դպրոցներ են պետական դպրոցներ չեն այս հայկական դպրոցները փողով է այսինքն մենք փող ենք վճարում որ այդտեղ սովորենք իհարկե կային նաև ծրի սովորողներ աղքատ ընտանիքներ կամ գավառից եկածները ծրի էին իսկ մենք նայած
կարողությունների ինչ որ փող է տալիս, որը դպրոցը կարողանա գոյատևի։ Միայն դա չի երեքում իհարկե, նվիրատվություններ կան, բաներ կան եւ այլն, այդպես ոդի են կպահում այդ ամեն ինչը, բայց գնալով ամեն ինչ դժվարանում է։ Հիմա այստեղ գանք այս չափահասի բան է։ Առաջ այսպիսի բան չկար, ինչպես որ ասացի, հիմա կա, այսինքն փաստորեն այս մեր նոր պատրիարքը եկել է, Սահակ Սրբազանը, այսպիսի բաներ, այս բարքերի փոփոխությունները դժբախտաբար այո եղան, ես առաջի օրվանից ասացի, որովհետև մի մարդ, որը գեղձարարությունով եկավ, դրա համար ես իրեն չեմ ընդունում որպես պատրիարք, ինչ որ դեսեք Բեդուտյան հետ համագործակցեցին, Բեդուտյանը իմիջիայլոց մենք չունենք Պատրիարքի ընտրության ինչ որ կարգ, կանոնադրություն չունենք։ Օսմանյան ժամանակ 19-րդ դարում ունեցել ենք, դրանից մի քիչ օգտվում են, սակայն դա մի կողմ է դրված, քանի որ այս հիմա հանրապետության շրջան է եւ լայցիզմ է եւ այլն երկրում, բայց նոր օրենսդրություն չի արվում։ Ամեն անգամ որ Պատրիարքի ընտրություն պետք է լինի, այս քաոսի մեջ են գնում, այս խնդրեմը առաջանում է, միշտ խոսում են, որ մենք պետք է մի բան անենք կանոնադրություն բանման, Պատրիարքը ընտրվում է ու վերջանում է, նորից մոռացվում է այդ բանը, տեսեք նորից ընտրվեց, նորից ոչ մեկ չի խոսում այլ դրա մասին, որը իրականում ամենակարևորն է։ Եվ դրա համար դիմում ենք Պետության, որովհետև Պետությունը մեզ պետք է թույլատրի անգամ ընտրությունը կամ չթույլատրի, այդպես է Թուրքիայի օրենքները։ Եվ Պետությունը ամեն անգամ ինչ որ նոր կանոններ է դնում այնտեղ եւ այս անգամ այս վերջի անգամ այնպես եղավ որ օրենքով դենց պետք է լինի կամ դենց էր մինչեւ հիմա որ ով Թուրքիո քաղաքացի կամ Թուրքիո ծնունդ է ավելի ճիշտ է նա իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ աշխարհի տարբեր տեղերում կային հոգեվորականներ անգամ Հայաստանում որ իրավունք ունեն այս անգամ էլ այդպես էր եւ քանի որ այստեղ հենց Հայաստանում Չուլջան Սրբազանը կար որ բավականին ուժեղ շանսեր ուներ շատ մեծ շանսեր ուներ ընտրվելու նրա առաջ առնելու համար երկու Ստամբուլում ապրող գրոնավորներին ընդունեցի միայն այդ ընտրության այսինքն նախ մի հատ այդ բոլորին դուրս շպրտեցին մեծ շանս ունեցողն է այդ երկուսի միջև այդ երկուսից հենց Սահակ եպիսկոպոսն էլ որ Պետության հետ վերջի շրջաններում հատկապես լավ հարաբերություններ Էրդողանի հետ հարաբերությունները ստեղծել նա ընտրվեց շատ մարդիկ չգնացին ընտրության որպես բողոք եւ այլն դա ընդհանրապես ոչ մեկը բանին ի նկատի չունեցավ այս կնքվեով սա ընտրվել է եւ եղավ եւ այն ժամանակ ես ասացի արդեն եթե այսպես է սկսվում այս ամեն ինչը ուրեմն աբականել շատ մշշոտ է եւ այդպես դե իմիջիայլոց նաեւ եթե դու իրա միջոցով ես եկել այսինքն Էրդողանի Պետության միջոցով ես եկել եւ նաեւ պետք է վճարես դրա փոխարենը մենք արդեն տեսանք հենց դրություններից հետո թե ինչ ռևերանսներ արեց Թուրքիո հանրապետության առաջ թե Էրդողանի առաջ եւ այլն մինչեւ այսօր այնքան շատ մեծ սուր խնդիրներ չեղան որ իրեն օգտագործեն բայց վաղը շատ ճիշտ օգտագործեն ինքը օգտագործի որովհետեւ պարտական է պիտի վճարե իր ունեցածի դեմ Շնորհակալություն պարոն Լոքմագյոզյան, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում դուք լսում կամ դիտում եք կիսալուստի մայրամուտ հաղորդումը, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։